Այսօր ավանդույթի մի փոքրիկ խախտվում է, սեմինարը ես եմ վարում, թեպետ յուրա ներկա է, պատճառներն է, որ այսօր մեղավոր ինքն է, հարմար չտեսնվեց, որ ինքը վարել հենց իր սեմինարը։ Այսօր մեր սեմինարի նյութը արդեն գիտեք, կանխավ հայտարարված է, որ յուրայի հերթական գրքի շնորհանդեսներ իր քարտեզ սեղանի վրա դրված է։ Մի մասից մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ, մի մասից դեռ հետո կարող ենք ծանոթանալ։ Ընդունված կարգի համաձայն մենք նախ կլսենք հեղինակին, հետո կլսենք մի քանի կարծիքներ գրքի մասին, հետո կլինեն ելույթներս երևույթին, գուցե ոմանք ուզենան ինչ-որ մտքեր արտահայտել, հետո հեղինակին հնարավորություն կտրվի այդ մտքերին պատասխանել, վերջում կլինի գրքի հեղինակային բաժակ։ Սկսենք հենց հեղինակին ձայն տալուց, ամեցին ուրա։ Ծապանոցները թեմավորին, հա, տարին։ Բարև ձեզ բոլորի ողջունում եմ, այլ փոխվել է մի փոքր ասենք կարգը, քանզի ես եմ մեղավորը, անցավորը ես եմ ինձ եք եմ հարցակնության ենթարկելու։ Ես երկու անգամ արդեն հնարավորություն ունեցել եմ ձեզ ներկայացնեմ գիրքը, գրքի նյութը, այդ այս պատճառով շատ մանրամասներ չեմ ներկայացնի, 2-3 բառով նորից ողն չի իմանում կներկայացնեմ ինչի մասին է գիրքը, բայց մինչ այդ ես բոլորի շնորհակալություն եմ հայտնում, որ ներկա եք այս միջոցառմանը, շնորհակալություն եմ հայտնում իմ երկու ընկերներին, որոնք տարբեր պատճառներով ներկա չեն, բայց պարտավոր էին ներկա լինել եւ խոսք ասել, դա խոսքը Համլետ Մարտիրոսյանի եւ Արմեն Դավթյանի մասին, ովքեր այս գրքի պատրաստման գործում մասնագիտական մեծ դերակատարություն ունեն իրենց խորհուրդներով, քննարկումներով, իրենց հուշումներով, ես երկուսին շնորհակալություն եմ հայտնում, շնորհակալություն եմ հայտնում նաև մի աղջիկա, որին հենց այսօր նոր տեսա, գրքի կազմի հեղինակին, Նարինե Բաղդասարյանին, ես շնորհակալություն եմ հայտնում խմբագրին, որը ևս այստեղ ներկա չէ, տարօրինակ է, որ թե գրքի կազմը, թե այդ խորհրդատուները մասնագիտական, թե խմբագիրը, թե սրբագրին չէ, բոլորը աշխատել են առանց գոյության մեկ դրամի, այդ այս պատճառով բոլորի ես շնորհակալություն եմ հայտնում, միայն ասեմ դիզայներն այստեղ ներկա է, ոչ մեկը չկա իրենց համեստում, մեկ Ամերիկա, մեկը ոտնաջարդեր, մեկը չգիտեմ նախագահի հրամանում ինչ-որ բաներ է կատարում եւ այլ, բայց այդ մարդիկ իրենց ամակ ունեն, բոլորի ես շնորհակալություն եմ հայտնում։ Գիրքը, ինչպես տեսնում եք, կոչվում է Տվարդի Այի, դա մեր երկրից շատ հեռու, Յակուտիա կոչվող երկրում, Սախա կոչվող երկրում, գրանցված, ֆիքսված էպոսների, որոնք իրենց լեզվով կոչվում են օլոնխոններ, օլոնխոնների մասին է, որոնք պատմում են, թե ինչպես է աշխարհն արարվել, ինչպես են աշխարհում, ինչպիսի կառուցվածք ունի տիեզերքը, տիեզերական կարգը, վերին աշխարհ, միջին աշխարհ, ներքին աշխարհ, ովքեր են աշխարհի ստեղծողները, մարդկություն ստեղծողները, տիեզերական մարդկային օրենքներ ձևավորող եւ պահապանները, հսկիչները, եւ այդ ամենը կոչվում են հայ աստվածներ։ Այստեղ ռուսերեն է գրված Այի, բայց հավատացեք ինձ, ես ուղղակի եթե հասցնեմ դա ձեզ ցույց կտամ, իրականում ասենք այնտեղ օգտագործում են նաև հ հնչյունը, իսկ տեքստում գրվում է խ։ Նույնիսկ ասենք ինձ հանդիպել է մի բնակիր, որտեղ գրված է Խայր Ալլահ։ Եվ թարգմանվում է այդ բառը Խայր Ալլահ, բառը որպես արարիչ Աստված։ Ուրեմն այդ արարիչների մասին է խոսքը։ Եվ այստեղ ես գիտի չի գրի, եթե միայն ասենք լիներ այս մի փոքրիկ զուգադիպությունը, բարի հնչյունի զուգադիպությունը, Այի կամ մեր Այ կոչվող ցեղանալի զուգադիպություն, ինձ գիրքը գրելու դրդեց այն, որ այդ օլոնխոններում աշխարհ արարման առաջին փուլը նկարագրող մասում այնքան նյութ կա, որ վերաբերվում է մեր էթնոսին, հայ էթնոսին։
թե որպես աշխարհական եւ թե որպես տարածք։ Ես վերջում եւս ես կբերեմ մեկ շատ զորապացույց, որ այո, դա այն ժառանգությունն է, որ մենք հայերս պարտավոր ենք տեր լինել, եւ դա այն ժառանգությունն է, որ Յակուտ հետազոտողները պարտավոր են իմանալ այդ օլոնխոնների առեղծվածների բանալի հնդրելու վայրը։ Ես կրկնում չեմ ուզում խորանալ, քանի դա արդեն երկու անգամ ես այդ նյութը ներկայացրել եմ։ Գիրքը կազմված է 3 մասից, ինչպես եւ յակուտական օլոնխոններում կյանքը աշխարհը ստեղծված է 3 մասից։ Վերին աշխարհ, միջին աշխարհ եւ ներքին աշխարհ։ Վերին աշխարհում ապրում են արարիչ հայ աստվածները եւ չար սև աբբաս աստվածները, միջին աշխարհում ապրում է հայ այմական, հայ ցեղը, հայ մարդկությունը, եւ ստորին աշխարհում ապրում են աբբաս սև չար ուժերը։ Այսպիսին է յակուտական օլոնխոնների աշխարհի ստեղծումը։ Այդ 3 աշխարհներն իրար միացնում է կենաց ծառը, կյանքի ծառը, բերքատվության ծառը, որ կոչվում է յակուտերեն ար դու մաս։ Ար յակուտերեն կնշանակի սուրբ, դու կնշանակի կաղին, մաս կնշանակի ծառ, սուրբ կաղնե ծառ։ Ուղղակի մեր համար փոքրիկ մի ինֆորմացիա, շումերերեն կաղնի ծառը կոչվում է հայ ծառ։ Նորից զուգադիպություն չգիտեմ։ Եվ ամբողջ այդ օլոնխոնները պատմում են աշխարհարարման եւ այդ միջին աշխարհում մարդկության հայ այմագա կոչվող մարդկության տարածման, տարբեր բնակավարների արարման, ստեղծման մասին եւ հետագայում աբբաս ցեղերի եւ հայ ցեղերի միջեւ շատ կարևոր հանգամանք հարսի աղջիկ գողանալու դեմ պայքարելու։ Աբբասները ամեն կերպ փորձում են հայ ցեղից աղջիկ գողանալ եւ հայ ցեղի հսկանները ամեն կերպ հրկում են իրենց դուստրերին, քույրերին եւ այլն։ Սա եւս շատ հետաքրքիր մի դրվագ, քանզի այս յակուտական օլոնխոնների հայ ցեղից աղջիկ տալ աբբաս ցեղին համարվում է ազգի խայտարակություն։ Ուղղակի խայտարակություն եւ անիծվում է տիեզերքի մակարդակով։ Սա հետաքրքիր մի ասենք դիտարկում։ Ինչպես կրկնեմ, գիրքը լինելով այդ 3 աշխարհների ոճով կազմված է 3 մասից։ Առաջին մասում ես տալիս եմ ընդհանուր տեղեկություններ յակուտիայի մասին, օլոնխոյի մասին, օլոնխոյի կառուցվածքի մասին, նրա հիմնական բաղադրիչների մասին, այդ կենաց ծառն է, աստվածային արագիս իգլեր խմիչքն է, տիեզերական գլխավոր արարիչ յուրունք հայ տոյոնն է, գլխավոր չարաբասների տիրականն է, ընդհանուր տեղեկատվությունը օլոնխոնների մասին, երկրորդ մասը, միջին մասը, դա բազմաթիվ օլոնխոնների շարքում 2 հիմնական օլոնխո հանդիսացող, 2 հիմնական նյութ հանդիսացող Նյուրգուն, Բադուր եւ Էրսո գոտող օլոնխոնների սյուժեն են ներկայացնում եւ մի քիչ մեջբերումները շատ եմ արել, միգուցե ովանց թվա, թե ասենք ինչի այսքան մեջբերում արել, երբ փորձել է Յուրի Սարգսյանը գիրքը որ հաստ կամ լուրջ տեսք ունենա, ոչ, դա այն մեջբերումներն են, որոնք արդեն դուք ընթերցեք շատ ծանոթ զգացմունքներ, շատ ծանոթ դրվագներ, շատ հայրիս համար հարազատ սյուժեններ կտեսնեք եւ այդ իսկ պատճառով փորձել եմ այն ինչ հնարավոր է անել, բայց այն ինչ հնարավոր է պետք է որ դուք անպայման ընթերցեք, դա մեջբերումները ես բերել եմ, որպեսզի գիրքը շատ լուրջ տեսք չունենա, շատ հաստ չլինի, փոքր տառերով եմ արել, հիմա զղջում եմ ինչի համար, այդպես ներողությունը խնդրում եմ այդ պատճառով։ Դա ուրեմն միջին մասը գրքի այդ 2 օլոնխոնների հիմնական սյուժեններն են, որտեղ դուք եւս կրկնում եմ շատ ծանոթ դրվագներ, սյուժեններ կտեսնեք։ Երրորդ մասը, արդեն վերջին մասը դա հիպոթեզներն են, այն բոլոր գոյություն ունեցող յակուտ ժողովրդի հետազոտողների մոտ գոյություն ունեցող թեզերն են, թե յակուտ ժողովրդի ծագումնաբանության, թե օլոնխոյի ծագումնաբանության մասին ընդհանուր թեզերը ես տալիս եմ եւ հետո անցնում եմ արդեն վտանգավոր շեմը եւ արդեն ինքս եմ տալիս իմ տպակարծիքները յակուտական էպոսի ծագումնաբանության եւ հարցը դնում եմ հետեւյալ կերպ, որ
համաձայն իմ համենայն դեպս հետազոտությունների Օլոնխոյի համենայն դեպս առաջին շերտը, այն շերտը, որ վերաբերվում է աշխատ արարմանը, ծնված չէ այն տարածքում, որտեղ այսօր ապրում են յակուտները, ձևավորված չէ այն տարածքում, որտեղ այսօր ապրում են յակուտները, ծնված եւ ձևավորված չէ այն ցեղերի էթնոսների կողմից, ովքեր համարվում են յակուտ սախաժողովրդի նախնիները, խոսքը գնում է թուրք մոնղոլական քոչվող ցեղերի մասին, ոչ, Օլոնխոն ամբողջովին, կրկնում եմ, առաջին մասը գալիս է ապացուցելու, որ այդ նյութերը տեղափոխվել են հայկականներն աշխարհից, հայ էթնոսի, արևապաշտ, հայ քրմերի, արևապաշտ հայ ժողովրդի կողմից, քանզի միայն եւ միայն այդ բանալիով են բացվում յակուտական օլոնխոնների բոլոր առեղծվածները, սկսած աշխատ արարման վայրից, սկսած յակուտ ժողովրդի ինքնանունից, սախա, սկսած յակուտ ժողովրդի էպոսական ինքնանունից, ուրանխայ բառից, սկսած, չգիտեմ, յակուտ ժողովրդի համար օլոնխոններում սրբագույն համարվող աստվածային խմիչքից, արագի սիկլից եւ շատ այլ բաներով վերջացրած։ Այդ ամենը արդեն գրքի վերջին մասում է եւ հետո բերում եմ Յակուտիա Յաթալության նախարարության որոշումը Սուրբ Հայ հավատքը որպես կրոնական կազմակերպություն գրանցելու մասին ամբողջովին այդ որոշումը մեջ են բերում, որպեսզի մենք եւս հետաքրքիր բաներ այնտեղ հայտնաբերենք եւ միգուցե նաեւ մտածենք որոշ քայլերի մասին, հետո արդեն գալիս են բառարան օլոնխոնների, որոշ հերոսների եւ որոշ բարակապացությունների մասին, որոնք համարյալ որ օգտակար կլինի ձեզ ծանոթանալու։ Այսպեսին է այս գիրքը։ Արդեն մի 2-3 օր ռուսական որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկություն, որ նման գիրք է դուրս տեսել եւ արդեն կան, ասենք, որոշ արձակագրեր թուրքական, մոնղոլական, յակուտական, դա արդեն եթե կարիք կլինի, ես երկրորդ խոսքի վերջում արդեն երկրորդ մասում որոշ բաներ ձեզ կներկայացնեմ։ Սա է գիրքը, բարեկամներ, հույսով եմ հետաքրքիր կլինի ընթերցել, նույնիսկ կրկնում եմ կներեք, որ տարատեսակը փոքր է, հույսով եմ այն մարդիկ, որոնք արդեն հասրել են ընթերցել, մոտ մի 20 գիրք տարածված է եղել այս մեկ շաբաթվա ընթացքում, ելույթ կունենանք, ասեն իրենց քննադատական խոսքը, իրենց տպավորությունը, իրենց հարցերը, կխնդրեմ լինել շատ հակիրճ, ես ցավում եմ, որ մի երկու մարդ, որոնք անպայման ուզում են իրենց կարծիքը հայտնել, դա խոսքս Էրնեստի մասին է, խոսքս Արմեն Դավթյանի մասին է, Համլետի մասին է, տարբեր ֆիզիկական եւ առողջական պատճառներով ներկա չեն, բայց գոնե մարդիկ ովքեր հասրել են կարդան, իրենց կարծիքը կասեն, հույսով եմ շատ չեք ինձ քննադատի, քանզի սա մեր իրականության մեջ, իրականության մեջ առաջին անգամ է նման թեմայով, նման խոսք ասվում, սա շատ, ասենք առաջին քայլը միշտ ռիսկով է միալինում, վտանգավոր է լինում, մենք վտանգին գնացել ենք, առաջին անգամ սա այս ժառանգության մասին խոսք ասվում, թե մեր հասարակության հայ ժողովրդին եւ թե յակուտ ժողովրդին։ Բոլոր մյուս հարցերին կպատասխանեմ վերջում։ Սկսենք նրանից, թե ովքեր են ուզում արտահայտվել գրքի մասին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս կազմակերպությանը, որ արդեն տարիներ շարունակ կարող եք ասել նման հետաքրքիր հայտնագործությունների հետ է մեզ ծանոթացնում, հայտնագործություններ, որոնք դարակազմիկ են, որոնք անհրաժեշտ են մեզ մեր ինքնության հաստատման համար այն առումով, որ բոլորիս հայտնի է, որ մեր պատմական գոյության մի հատվածում մենք կորցրել ենք մեր պատմական հիշատակները, դա ցավով համընկավ քրիստոնեության տարածման շրջանի հետ, մասամբ դրան է վերագրվում, մասամբ էլ հայ հռոմեական հակամարտությունների, որ շատ աշխարհակորձան եղավ եւ մի հսկայական մշակույթի վերջը տվեց այն առումով, որ մենք այսօր ունենք գրական հուշարձաններ մի շատ կարևոր ու մեծ հատվածի մասին։ Ստացվեց այնպես, որ մեր մասնագետները
ստիպված եղան ուսումնասիրել մեր հարևան եւ այսօր տեսնում ենք ոչ այնքան հարևան ժողովուրդների ժողովրդական հիշողության մեջ պահպանված եւ մեզ հասած տարբեր էպիկական ասկերի ուսումնասիրությունների հետ կապված եւ ահա այս աշխատանքը դրանցից մեկն է։ Ակելի հայրենակիցներ, մեր հարգաժանիք Յուրի Սարգսյանը հրատարակել եւ մեր հասարակությանն է ներկայացրել մի նոր ուսումնասիրություն, ես գրել էի Արարիչ հայ աստվածների յակուտական էպոսում ըստ նախկին հանդիպման արդյունքների վերնագրով, որի արժանիքները դժվար թե հնարավոր լինի միանգամից ընկալել։ Մենք այս գիրքը շատ ենք կարդալու եւ շատ ենք վերընթերցելու, որտեղ այստեղ ոչ միայն տողեր կան, այլև տողատակեր կան, այլև մեր մշակույթի բեկման առանձնահատկությունները կան այլ ժողովրդների մշակույթների մեջ, մենք այդ պայմանական սեմիոտիկ համակարգը նույնպես պետք է կարողանանք վերլուծել եւ հասկանալ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որն աչքի է ընկնում մեր ազգի գոյության պատմական մի կարևոր հատվածի վերաբերյալ ազգային տեղեկատվության բացակայությամբ եւ մեր մտավորականները ստիպված են բառից բուն իմաստով հավաքչական աշխատանքներ կատարել աշխարհի մշակութային տարբեր ծայրերում։ Ինչպես է Յուրի Սարգսյանը նկատել իր քննարկած նյութը։ Ես մի ժամանակ առաջ այս հարցը տվեցի նաեւ Լեյլա Ստեփանյանին, հայ պոլինեզիան լեզվական առնչությունների կապակցությամբ, ինչ ճանապարհով է նա հանդիպել իր թեմային կրկին թաղված է նորին գերազանցության պատահականության լաբիրինթոս։ Այսուամենայնիվ հեղինակը ներկայացրել է մի հետաքրքիր նյութ, որ հրաշալի է մեր մշակույթի վերաբերյալ հարուստ տվյալներով, հուշումներով, ակնարկներով ու ռեբուսներով։ Նա արդեն սկսել է ետ տալ այդ կախարդական կծիկը, որը նրան բերել է մեր վաղնջական մշակույթի բազմաթիվ տարբեր հիշատակող իրողությունների, որոնք հազարավոր տարիներ թաքնված լինելով յակուտ կոչվող թուրքախոս ազգի ժողովրդական հիշողության մեջ այսօր ընդժուղ է տվել եւ ծլարձակ է միանգամից հայտնվելով համաշխարհային մշակույթի կիզակետում։ Այն արդեն հռչակել են որպես հյուսիսային իլիական։ Տեսնենք, թե ինչ է այն բերում մեր մշակույթին առաջին թրուցիկ տպավորության արդյունքներով։ Այստեղ ներկայացված են յակուտական հնագույն ասքերը, օլոնխոները եւ նրանց վերլուծությունները։ Ասվեց, որ օլոնխոները մինչեւ 50,000 տող պարունակող էպիկական ասքեր են, բայց քանի որ դրանք շատ են, երևի համահավաք տեքստը արդեն շատ ավելի 100,000-ավոր տողեր կպարունակի։ Գոյություն են ունեցել եւ դեռ պահպանվել են օլոնխոստներ, պատմիչ գուսաններ, որոնք ինչպես վկայում է հեղինակը, մինչև 20-րդ դարը, ինչպես հայկական իրականության մեջ է եղել գուսանները, հավաքելով մեծ օտաներում, մեծ սրահներում, հատկապես գիշերվա երկար եղանակներին, երբ որ գյուղացին հատկապես անելիք չի ունեցել, անասունը գոմում, դաշտերում աշխատանք չկա եւ այլն, ահա այս օլոնխոստները մինչև 7-8 ժամ հասնող պատումներով զբաղեցրել են հասարակությանը այդ պատմությունները պատմելով։ Ընդ որում բանավոր ճանապարհով պահպանված ասքեր են սրանք։ Հիմնվելով համաշխարհային մշակույթի ավանդույթների վրա պետք է կարծել, որ նախկինում գոյություն է ունեցել այս ազգի մեջ, յակուտների մեջ, որոշակի կաստա, ժողովրդական խավ, պատմիչների դինաստիա, որի ներկայացուցիչ օլոնխոստները սերտել եւ սերունդներին են մատուցել նշված օլոնխո ասքերը։ Դա եղել է նրանց հասարակական արտականությունը։ Իսկապես սերտել են, քանի որ կարևոր է եղել ոչ միայն այն, թե ինչի մասին է պատմելու, այլև այն, թե ինչպես է պատմելու։ Այսինքն, այդ ասքերը ունեցել են գեղարվեստական ձևակերպումներ, որոնք պետք է վերարտադրել նույն ճշտությամբ։ Ասքերը պետք է փոխանցվեին առանձնահատկալի փոփոխությունների։ Հին Հնդկաստանում հայտնի է եղել օրինակ կաստա, որը նույն ձևով պահպանել է սանսկրիտի, հին հնդկական գրական լեզվի լեզվաբանական վերլուծությունները։ Հայտնի լեզվաբան Պանինին անուններով հիշում է իրեն նախորդած 10 սերունդ լեզվաբանների,
որի ներկայացուցիչները պահպանել եւ հաջորդ սերունդներին են հասցրել լեզվաբանական ասքերը, մինչև որ ստեղծվել է հին հնդկական գիրը, Դևանագարին եւ հետո դրան գրի են արվել։ Այս տեքստերում ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք կոսմոգոնիկ մի շարադրանքի հետ, որը փորձում է ներկայացնել աշխարհաշինության պատմությունը նրան նախորդող պատմություններից սկսած։ Այս առումով Օլոնխոների անգլերեն թարգմանության հետ կապված դրանց հռչակումը որպես հյուսիսային իլիական բավական նեղ է, քանի որ Հոմերոսի իլիականը որքան էլ լայն ֆորմատ ունի, սակայն ընդհանրապես ներկայացնում է մի իրադարձության պատմություն։ Հույների արշավանքը Տրովադայի դեմ եւ այդ հարստության ողբերգական կործանում։ Ես տեսնում եմ ընդհանրապես մեկ ընդհանրություն այդ համեմատության մեջ, դա այն է, որ ինչպես Հոմերոսը չի բարձրացնում իր ախոյան հերոսներից որևէ մեկին, Աքիլեսին կամ Հեկտորին, նրա համար երկուսն հերոսներ են, գովաբանում են, նա չունի, չես գտնի բռնացնի Հոմերոսին այն բանում, թե նա ում է նախընտրում, չնայած ես կարծում եմ, որ նրա հերոսը Հեկտորն է այնուամենայնիվ։ Ես տպավորություն ստացա, որ ճիշտ նույն ձևով էլ Օլոնխոների պատումներում ազգը չեզոքություն է պահպանում հայերի եւ աբասների պայքարի նկարագրության մասին, որտեղ նրանք 3000 տարի իր հետ կռվեցին եւ ոչ մեկը չհաղթեց եւ կարծեք թե այս հատվածի մասին եմ ասում ես եւ կարծեք թե Օլոնխոսները իրենց մասնակցությունը չեն բերում ոչ այս կողմին, ոչ այն կողմին, որից հետո ինչպես ասում են, նրանք արդեն գնում են անդրաշխար եւ հայերը կամ հայերը մնում են միջին աշխարհում։ Այսպիսով Օլոնխոները կոսմոգոնիկ սյուժեներ ունեն, քանի որ ներկայացնում են աշխարհակերպման ընթացքը։ Ներկայացված 3 աշխարհները վերին, միջին եւ ստորին համապատասխանում են աշխարհի կառուցվածքի վերաբերյալ մարդկության վաղնջական պատկերացումներին, որոնց դրսևորումները երևում են եւ հայկական ժողովրդական հիշողություններում որպես 3 աշխարհների ամբողջություն։ Հայտնի է, որ հին հույների պատկերացումներում եւս հանդես է գալիս երաշխարհ, սակայն բաժանումները տարբերվում են։ Առաջին աշխարհը ցամաքն է եւ երկինքը, որտեղ թագավորում է Զևսը, երկրորդ աշխարհը ջրային տիրույթներն են, որտեղ իշխում է Պոսեյդոնը, եւ երրորդ աշխարհը անդրաշխարհն է, որտեղ տիրում է Հադեսը։ Հայկական իրականության մեջ հետևելով մեր սերնդի քաջ իրազեկված հեղինակների այն մարդկանց, ովքեր ցավոք այստեղ չեն այսօր, հետազոտություններին, տեսնում ենք մի այլ բաժանում կապված հայ արարչի տիրույթի հետ։ Այն ընդգրկում է ջրերի մի մասը, քաղցրահամ ջրերը, ստորերկրյա Ծիրանի ծովը եւ Սանդարը ամբողջությամբ, այսինքն անդր աշխարհը։ Շումերական էպոսի այն պատկերացումը, ըստ որի հայ արարիչը մարդուն ստեղծեց օվկիանոսի հատակի տիղմից, կարծես թե ընդարձակում է հայ արարչի տիրույթը նաեւ օվկիանոսային տարածքներում, բայց սա ուղղակի տեսակետ է։ Խորենացու շնորհիվ մեզ լայնորեն հայտնի երկներ երկին, երկներ երկիր, հրաշքով փրկված պատառիկը կարող են դիտարկել որպես հայոց կողմից աշխարհակերպման եւ աշխարհաբաժանման նկարագիր, որտեղ առանձնացվում են երկինքը, երկիրը եւ Ծիրանի ծովը կամ Սանդարը, անդրաշխարհը, թեև կարծում եմ, որ այս հատվածում կարող է գտնենք նաեւ աշխարհի փիլիսոփայական ընկալման 4 տարրերի մատնանշումը՝ օդը, ջուրը, հուրը եւ հողը։ Օլոնխոների պատումում աչքի ընկնում մի հանգամանք, որը բնութագրում է այերի, ես կասեի հայերի նաեւ, այսպես ասենք այստեղ, մանավանդ որ հեղինակի պնդումով այնտեղ այդ հնչյունը կա ապրում է, հնագույն էկոլոգիական պատկերացումների խիստ հարիր բարոյական նկարագիր, շատ հետաքրքիր այնտեղ այդ հայերի կերպավորումը, որը երևում է մի քանի բաղադրիչներով, ես ուղղակի շտրիխներով ներկայացնեմ դրանք։ Մի կողմից նրանց հագուստի նկարագրությունն է։ Սպիտակ եւ ամբասիր, երկար թևերով եւ փեշով, հա, մաքրության պատկեր, կերպար։ Երկրորդը, որ կարծես միտում է նկատում կանացի բարությանը մոտեցնելու նրանց արտաքնապես, ես այդպիսի տպավորություն եմ ստացել, նրանց հավաքական կերպարը, որտեղ կինը, մայրը, մարդու արարչագործությունը եւ այդ գործում կնոջ մեծ դերը, կարծում եմ, որ սա է այն իրական հատկանիշները, որ մոտեցրել են կանացի կերպարը։ Եվ երրորդը, որ նրանք չեն ընդունում զոհաբերություն, ոչ մարդու, ոչ կենդանի։
շատ զարմանալի բան է։ Հակադրության համար կարելի է հիշել նաև ասորաբաբելական արքաների կատարած արշավանքների անմարդկային դաժանությունների նկարագրությունը, ես ուղղակի հակադրություն եմ ստեղծում։ Գրում է Ասուրբանապալը եւ ցանկացած թագավոր, որը թողել է իրենից հետո արշավանքների նկարագրություն, այս է տեքստը։ Նրանց այգիները ես հատեցի, խաբուբուտները այրեցի, ջրանցքները հողով լցնի, զինվորներին գառան պես սպանեցի եւ այլն։ Այսինքն դաժանության խնդիրը։ Գուցե այդքան էլ չի արել, բայց քանի որ իր հասարակության մեջ պատիվ ունեն այսպիսի մարդիկ, նրանք ավելի իրենց դաժան են ներկայացրել, քան թե ես կարծում եմ իրականությունն է։ Օնոխոների վերը ներկայացված իրողությունը այա ժողովրդի սրբակրոն վարքագծի վերաբերյալ հաստատվում է նաև մի այլ էքսկուրսներով, մի քանի այլ էքսկուրսներով։ Առաջինը կապված է հնդկական Ռիգվեդայի Ռամայան էպոսային հատվածի հետ, երբ ուսուցիչ Ռամը կամ այլ տարբերակով Արամը տեսնելով մի քրմուհու, որը ցանկանում է իրագործել տղամարդու կրոնական զոհաբերություն, կանգնեցնում է նրան եւ հորդորում հրաժարվել մարդու զոհաբերությունից եւ իրականացնել կյանքանու այն է գառան զոհաբերություն։ Այս հատվածը մենք ունենք նաեւ Աստվածաշնչում։ Երբ քրմուհին երբ մտնում է, թե ինչու պետք է ընդունի նրա հորդորը, իր մեծությունը ցույց տալու համար էպիկական հերոսը ձեռքի փայտը խրում է հողի մեջ եւ այն սկսում է ծլարցակել եւ տալիս է կաղնու երիտասարդ ընձյուղներ, որը ցույց է տալիս նրա ով լինելը, հրաշագործության հետ կապ ունենալը եւ որը անմիջապես այդ կնոջը համոզում է։ Այսինքն արիական այն մշակույթը, որը թափանցեց Հնդկաստան, այնտեղ իր հետ տարավ մարդասիրական վեհ գաղափարներ։ Իբրև հաջորդ հաստատում այս իրողությունների ցանկանում եմ բերել նաև իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Ավագյանի հետազոտություններից մի եզրահանգում, որոնելով հայկական իրավական մտքի ակունքները, մենք գիտենք, որ շատ երկար ժամանակ խորհրդային իրավաբանական ֆակուլտետներում, հատկապես համալսարանի, հայ իրավունքի պատմությունը սկսում էր 4-րդ դարից, քրիստոնեական իրավունքից։ Իր առաջին աշխատություններով նա դահարցվեց մինչև Քրիստոսից առաջ 9-րդ դարից, հետո արդեն տարավ մինչև Շումեր։ Ինչու համար, որովհետև նա ուսումնասիրեց իրավաբանական տեքստերը, Շումեր, Խեթեր, մի խոսքով այս ամբողջ թևը, եւ տեսավ երկու ուղղություն՝ շումերախեթական հայկական, այնուհետև հրեա հունարոմեական, որտեղ իրավական ակտերում չնայած ակադները վերցրել էին շումերի իրավունքը, բայց այն խստացրել էին իրենց ազգային ավանդույթներով եւ այնտեղ եւ դեպքի նկարագրությունները իրադարձության, ասենք աղջիկ փախցնելը, կնոջ դավաճանությունը ավելի խիստ տոների մեջ է նկարագրվում, մյուս կողմից ավելի խիստ պատիժներ են առաջարկվում այդ գործողությունները կատարողների համար։ Եվ նա ուրեմն խոսելով շումերների եւ Մխիթար Գոշի ձևակերպումների մեջ, ես ինքս մասնակցել եմ Մխիթար Գոշի տեքստերի թարգմանությունը միջին հայերենից աշխարհաբարի, մենք հրատարակեցինք դա հայ իրավական մտքի գանձարանում եւ այնտեղ նա շումերական իրավունքի մասին, ես դա գտնում եմ, որ նաև հայկական իրավունքին է վերաբերում, որտեղ դրանք զուգահեռ են եղել, այսօր ամեն ինչ տանում է դրան։ Շումերական իրավունքը բնութագրում է որպես արդարացի, մարդասիրական, ժողովրդասիրական օրենքներ, որոնք օժանդակում են թույլին, տնանկին եւ աղքատին, քանի որ հակառակ կողմը դրա կարիքը չունի։ Նրա ուժը ունեցվածքը արդեն նրա հրաշալի պաշտպաններն են, նկատի ունեն ուժակներին, հարուստներին եւ այլն։ Ուրեմն ստացվում է, որ այս մշակույթը բարի, ժողովրդասիրական, շատ հին ակունքներ ունի եւ ինչպես ներկայացվում է մեր ուրիշ աշխատություններում մեր ընկերների հայկական էթնոսը հոսելով միջագետ եւ ստեղծելով այդ քաղաքակրթությունը իր հետ տարավ այն ամենը, ինչ որ այնտեղ մենք ունենք, իհարկե նա նաեւ զարգացավ տեղում, որտեղ այն ինչ որ այնտեղ հայտնվեց 6000 տարի տարբերում է Սյունիքի ժամանակաշրջանից, Սյունիքյան մշակույթի ժամանակաշրջանից։ Ավարտելով խոսքս ցանկանում եմ հնչեցնել հետևյալ գաղափարը,
այսինչ իրավիճակ է ստեղծվել, որ մեր ժողովուրդը լինելով աստվածաստեղծ, արդար մտքով ու վարքագծով մշակութային ազգ, դատապարտված է աշխարհի տարբեր ժողովուրդների ավանդույթների մեջ իր պատմության եւ մշակույթի փշուրները փնտրելու, իմի բերելու, մի խճանկարի մեջ զետեղելու եւ ամբողջական իրական պատկեր ստեղծելու գործի։ Գուցե դա է պատճառը, որ հայը միշտ ուշադիր ու հարգալից է այլ մշակույթների նկատմամբ, շատ անգամ հանդուրժող։ Կարծես ամեն մշակույթի մեջ հայերը փնտրում են իրենց էության հետքերը եւ այսօր ինչպես տեսնում ենք, ոչ իզուր։ Այս առումով տեղին եմ համարում բերել Չարենցի քարյակներից մեկը, ասաց Խայամ Միրսիրուհուն, ոտքդ զգուշ դիր հողի, ով գիտի թե որ ջահելի, բիբն ես կողում դու հիմի։ Ես նկատի ունեմ այս ալեգորիան հարմատությունը այլ մշակույթների հետ, որոնց մեջ անշուշտ պահպանված են այլ մշակութային էությունը, բիբը եւ պատմությունը։ Սա փշոտ, դժվար ու տառապալի զբաղմունք է, այն ինչ որ դուք եք անում, սակայն հավանաբար մեր պայմաններում միակ ուղին է հայկականության գործոնը պարզելու, նրա մասնակցությունը համաշխարհային մշակույթի հիմքերում պեղելու եւ համայն մարդկությանը ցուցադրելու համար, իսկ այն անհատները, ովքեր մի կտոր հացի համար ծանր պայքարի մեր դաժան դարում ինքնավորած կերպով իրենց նվիրել են այս գործին, հիրավի հերոսներ են, բայց այնպիսիք, որոնք ապրում են մեզ հետ, մեր հոգսերով, բայց նաեւ փայլում են ոգեղինության ճաճանշների մեջ եւ ունեն բարձր հայեղեն նպատակներ։ Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար խոսքը տանք Լելա Ստեփանյանին։ Ողջունում եմ բոլորին, ովքեր այսօր ներկա են այս դահլիճում եւ ուրախ եմ, որ բավական մարդաշատ է այսօր դահլիճի տարբերություն այլ օրերի եւ գիտեք, ես շատ չէ, բայց մտածել եմ այն մասին, թե ինչն է միավորում բարբերաբար այստեղ հավաքվող մարդկանց, որովհետև մեր քննարկումների ժամանակ միշտ էլ պարզվում է, որ մենք բոլորս տարբեր կարծիքներ ունենք քննարկվող նյութի մասին եւ հետաքրքիր էր գտնել այն ընդհանուրը, որը մեզ միավորում էր։ Չգիտեմ ճիշտ եմ թե ոչ, բայց ես եկա այն կարծիքի, որ մեզ միավորում է մի ընդհանուր պատկերացում։ Դա հետևյալն է։ Մենք համոզված ենք, որ մեր ազգը իր բազմադարյան պատմության շրջադարձերում կորցրել է մի շատ կարևոր բան։ Շատ կարևոր ոչ միայն իր համար, այլև ամբողջ մարդկության համար, որովհետև դա այն նախնական, այն ակունքային, այն ոգեղեն գիտելիքն է, որը չգիտեմ երբ մենք կորցրել ենք։ Ոմանք գտնում են, որ դրանում մեղավոր է քրիստոնեությունը, իսկ ես կարծում եմ, որ դրանից դեռ շատ առաջ մեր գլխով շատ ջրեր են եկել ու անցել եւ շատ բան է աղավաղվել։ Բայց այդ միջուկային, այդ նախնական գիտելիքը անհետ չէր կարող կորչել։ Մանավանդ, որ մենք ունենք հավաստի վկայություններ, որ մենք այն բաժանել ենք, տվել ենք ուրիշներին եւ բնականաբար պետք է սպասել, որ եթե մեզ մոտ անհետ կորել է, ապա ուրիշ ժողովուրդների մոտ անպայման դրա ինչ պատառիկներ անպայման պահպանված կլինեն։ Այս առումով ինձ թվում է մեզ այստեղ մանավանդ պարբերաբար հավաքվողներին միավորում է հենց այդ գաղափարը գտնել այն նախնական ակունքային գիտելիքի պատառիկները, հավաքել այդ ամբողջը եւ ստեղծել մի քիչ թե շատ ամբողջական պատկերացում այդ սրբազան գիտելիքի մասին։
Եվ յուրաքանչյուր ոք ըստիս, ով որ թեկուզ մի թել է ավելացնում, թեկուզ մի փոքրիկ իր մասն է բերում այդ ընդհանուր խճանկարին, արդեն իսկ արժանի է գնահատանքի։ Այս առումով պարոն Սարգսյանի այսօր ներկայացված գիրքը իրոք արժանի է շատ մեծ գնահատանքի, որովհետև այն առաջին փորձն է իսկապես այդքան հեռավոր, մեզ այդքան անծանոթ վայրում գտնելու հայկական հետքեր։ Ես նախ պետք է ասեմ, որ ինձ շատ դուր եկավ գրքի հավասարակշիռ, համակարգված շարադրանքը, պետք է նշեմ անպայման, և այն, թե ինչպիսի ընտրություն է կատարել հեղինակը։ Ես ծանոթ չեմ Օլոնխոներին, բայց բերված մեջբերումներից իսկ արդեն պարզ էր, որ պարոն Սարգսյանը ինչ-ինչ նպատակադրումներով է բերել այդ մեջբերումները և հասել է իր նպատակին, մեզ հուշելով, թե ինչ կա դրա տակ թաքնված։ Դա շատ գովելի է։ Բացի դրանից, մանավանդ, որ մեզ համար սա բոլորովին անծանոթ նյութ է, ինձ համար կոնկրետ շատ հետաքրքիր էր գոնե մոտավոր պատկերացում կազմել այդ էպիկական ստեղծագործությունների մասին, և ես հիացած եմ մեջբերված հատվածների այդ ճոխ լեզվով, շռայլ, այդ հզոր կերպարներով և այլն։ Մի խոսքով ինձ թվում է բոլորդ էլ այդ զգացումը ապրել եք։ Ես, ինչպես նշեցի, հենց այն փաստը, որ հեղինակը անդրադարձել է յակուտական Օլոնխոներին, սա արդեն իսկ արժևորում և կարևորում է այս գիրքը։ Բայց ինձ համար շատ անսպասելի էր նաև, ցավոք սրտի ուշացումով ես նկատեցի, որ գրքի վերջում պարոն Սարգսյանը նաև իր ստուգաբանության փորձերն է կատարել որոշ բառերի, որոշ անունների, ցավոք սրտի այդ մասը գրքի դեռ չեմ հասցրել, ինչպես որ պետք է կարդալ, ընթերցել, ծանոթանալ և ապագայում հուսով եմ, որ մենք մի անգամ էլ գրքին կանդրադառնանք, որովհետև ես անձամբ կարևորում եմ, առավել կարևորում եմ գրքի այդ հատվածը։ Բայց այն, ինչ որ հասցրեցի այդ հատվածից թերթելով ծանոթանալ, դա իսկապես ինձ համոզեց, ես երբեք չէի կասկածում, համոզեց, որ մենք իսկապես գործ ունենք միևնույն նյութի հետ։ Նշեմ մի քանի բառեր պարզապես, որոնք ակնհայտորեն խոսում են այն մասին, որ սա մի գիտելիք է, որը իսկապես ստեղծվել է ոչ այն վայրերում, որտեղ հիմա մենք գտնում ենք, և որ դա միասնական մի գիտելիք է։ Բավական է նշել օրինակ, շումերաաքքադական Էնկի հայա դիցանունը, յակուտական այը հայը դիցանունը, պոլինեզիական հաուա դիցանունը, որոնք հավոհան, որ գերագույն աստվածն է պոլինեզիացիների, այս ակնհայտ նմանությունները խոսում են այն մասին, որ այս գիտելիքը չէր կարող աշխարհի տարբեր ծայրերում ստեղծվել և այսքան նման լինել։ Այնուհետև, օրինակ իմ գրքում ես Օրոնգո Արագած զուգահեռի մասին խոսելիս, ելնելով լեզվի զարգացման ներքին օրինաչափություններից, ենթադրել էի, որ Արագած անունը, որ Օրոնգո Արագահա բառից է ծագում, իր զարգացման օղակներով անցնելիս, այդ օղակներից մեկը պետք է լիներ Արագաս և զարմանալիորեն պարոն Սարգսյանի գրքում գտնում եմ հենց և Արագաս և Արանգաս ձևը, այնուհետև տակուրը, յակուտական, տագարը, ուրեմն համապոլինեզիական գերագույն աստվածը, որը պաշտվում է և
ճանաչված է Պոլինեզիայի բոլոր կղզիներում, բացի Զատկի կղզուց։ Կոչվում է տագարոա։ Տագարոա եւ տագարը ինձ թվում է այս զուգահեռը նույնպես շատ ակնհայտ զուգահեռ է, բացի դրանից չմոռանամ ասել, որ Սիրիուսի ռապանուերեն անունն է Ռեի տագա կամ տագա Ռեի, իսկ մաորիական ձևն է տակու, այսինքն մենք գործ ունենք նույն անվան հետ։ Ես կրկնում եմ, որ չեմ հասցրել գրքի վերջին մասին, ինչպես պետք է ծանոթանալ, և չգիտեմ, օրինակ պարոն Սարգսյանը երբ բերում է Մայր Աստվածուհու անունը, արդյոք ինքը նկատել է դա, նշել է, որ դա Խաթուն վարն է, հենց Մայր Աստվածուհու անունը, և կուզեի մի բան է հիշեցնել պարզապես, որ ինչ վերաբերում է Սախա անվանը, ապա Եգիպտոսում Օրիոն համաստեղությունը կոչվում էր Սախ։ Ահա այսպիսի շատ հետաքրքիր ընդհանրություններ աշխարհի ամենատարբեր ծայրերում։ Ես կրկնում եմ, որ շատ մեծ կարծիքի եմ այս գրքի մասին և շատ ուրախ եմ, որ պարոն Սարգսյանին հաջողվել է այսքան, կրկնում եմ, համակարգված, հավասարակշիռ շարադրանքով ներկայացնել նյութը, որովհետև ես գիտեմ ինչ է նշանակում ահռելի նյութի հետ գործ ունենալ, ինչ վերաբերում է մի փոքրիկ ավելացնեմ, դուք ասացիք իհարկե տառաչափի մասին, իմ միակ դժգոհությունը գրքից տառաչափն է, որը շատ ինձ համար կոնկրետ մանր էր, մանավանդ մեջբերումները և իմ մի անձնական տարագուսանքը, որ ես գտնում եմ, որ բոլորովին կարիք չկար այս գրքի մեջ Աթաթուրքի ուսուցչի գերեզմանակարի նկարը տեղադրել։ Ես շատ վատ զգացի այդ էջը բացելուց և քիչ էր մնում պոկեի այդ էջը։ Այսքան բան, շատ ուրախ եմ բոլորի Սիրելի բարեկամներ, երբ դեռ կան, դեռ կան մարդիկ, որ փափագ ունեն ունենալու, ես ինքս էլ ցուցակում, բայց մենք հիմա ունենք մի փոքրիկ արվեստական միջուկ, այստեղ մեր հյուրն է Մարաթոք ազգագրական համույթի երիտասարդական մասը, եւ նրանք ողջունել են What
Արուսակ Սահակյանը։ Եվ հետո ազգագրական կոչվող, որը սխալ տերմին է ազգագրական չի կարելի ասել, երկի բարեասանները 50 տարվա ճակատագիրը ստացան, իսկ այս խմբի ղեկավար Երվան Տորոսյանի հետ վերմտերմությունը մեր թվարկությունից առաջ էր։ Երվան ջան արև տապել։ Ուրեմն այս երեխաների վայրիկը պետք է տեսնել, ինչպես են երգում, ինչպես են արում, սա չի կարևոր։ Մի երկու փորձ ավել և նրանք շատ ավելի հղկված կլինեն, խնդիրը դա չի։ Վայրիկը, ինքնամորած վայրիկ է։ Սա է, այսինքն, այն ինչ-որ բուն որոշում է ժողովուրդ։ Հիմա ես թագավորեցնեմ Տիկին Լիլիայի խոսքը, որ մենք ինչու ենք այստեղ հավաքվում։ Մեր հավաքները դարձել է առաքելություն, և սա շատ մեծ բան չէ։ Մենք խելքի ենք տալիս։ Մինչև գիրքը գրելը, մինչև կգրվի, մինչև կհրատարակվի և նաև հրատարակվելուց հետո մենք խելքի ենք տալիս։ Սա մի իրոք հայոց ճակատագիր է, որովհետև անվերջանալի է։ Որևէ ժամանակ, որևէ որոնում հայոց քաղաքության մեջ անվերջանալի է։ Միշտ այդպես է եղել։ Ես մի քանի տեղեկություն ունեմ տալու և ինչ հիմունքով, որ բարի ստուգաբանությունից սկսած մինչև արմատներին հասնելը, մինչև առիցվածներ լուծելը, միայն մշակութային կամ պատմական շերտ չէ, պատման քաղաքական է։ 5 օր առաջ եմ եկել Աշխաբադից, միջազգային գիտաժողով էր Չորողլի էպոսի շուրջ։ Գիտեք, որ այն չափազանց տարածված է, ով իրեն թուրք գիտի կամ թուրք կատարություն, բոլորը Չորողլիով գիտեն։ Ես գնացել էի մեր էպոսը։ 1986-ին մուսիկա էպոսը համամիտնական գիտաժողով կար, այնտեղ գիտաժողովը կազմակերպել և նախագահում էր Ծագումով Յակուտ Ալեքսիև, որ կար համամիտնական ֆոլկլորի հանձնախումբ, միություն չեղան նախում, հանձնախմբի ղեկավարներ, նա երևի հատուկ հրավիրել էր Յակուտ տարեց մի էպոսագետի։ Եվ ես հիշում եմ, դա 86 թիվներ, հիշում եմ, որ այդ տղամարդու զեկուցման երկրորդ նախադասությունից ես լաց եմ եղել, չգիտեմ ինչու, էպոսագետ երևի։ Մինչև վերջ, այս լացը իմ այսինքն հուզվելու մասին չխոսեմ։ Կողքս նստած էր մի ղազախուրի կին, նորից բանահավաք և ֆոլկլորագետ։ Հետո Ալպամիշը, ղազախական էպոսը, 17 տարեկան մի պատանի դոմրայով երկեց, նվագեց, ես նորից արդեն բարձրաձայն էի լացնում, այս ղազախուին անընդհատ նայում էր։ Հետո ասաց, ես գիտեմ, որ դուք Հայաստանի մեր շատ թանկ հյուրն ենք, ես ես ուզում եմ պատմել մի ավանդություն, որ ես գերի եմ արել ղազախական ամենավերևի, անհասանելի, լեռնային աուլներից մեկում մեր աղսաղկալ ծերուկներից մեկը պատմեց։ Ասմա, կներեք, որ ես ձեզ այդպես անընդհատ ձեզ եմ նայում, ոչ նրա համար, որ դուք լաց եք լինում։ Այս աղսաղկալը պատմեց, որ մեր սկիզբը հայկական լեռնաշխարհն է։ Ղազախ։ Մենք եկել ենք հայկական լեռնաշխարհից։ Եթե ուզում եք, ես այդ ավանդության ձայնագրությունը պահել եմ, կտամ ձեզ, կամ վերծանությունը ռուսերեն կտամ ձեզ, ես ձեզ նայում եի և ասում եի,
Ուրեմն, եթե հայկական լեռնաշխարհից ենք եկել, իմ աչքերն էլ մի ժամանակ այսպիսին եղել, ոնց որ ձեր աչքերը, բայց չի ասենք դարը։ Սա 86 թիվն էր։ Եվ այդքան ազնիվ էին Ղազախները։ 5 օր առաջ են եկել Աշխաբադից, 4 կին կար Ղազախստանից, թուրք են խաղում, ամբողջ միջին Ասիան դավաղուց էր ապացված, Բիշկեկում 3 անգամ են եղել եւ այլն։ Բուրյատիայից մի կին կար, Ուլանուտեից, բուրյատները թուրք են, բան չունեմ ասել։ Եվ ահա, ես իրենց հարցնում եմ, դուք եք խոսում եք, այո, այդ էպոսը ինձ անհայտ է, եւ ասաց, որ Սիբիրյան բոլոր ազգերը թուրք են, ասի անհնար է։ Ես լսել եմ յակուտական էպոսը, ընդեր որևէ թուրքական արմատի մասին խոսք չկա, բոլոր ազգերը ասում են թուրք են։ Ասում եմ, եթե Սովետ միության մեջ մտնող Ալյասկայի այս կտորը հեռավոր արվել, նրա շարունակությունը Կանադայի Ալյասկան, նրանք ինչ են։ Ասում եմ, դրանք ուրիշ ցեղեր։ Ոչ ասեցի, եթե նրանք ուրիշ են, ամբողջ Սիբիրյան ազգերը ուրիշ են, թուրքերի հետ որևէ կապ չունեն։ Գնում է այսպիսի քաղաքականություն։ Եվ այսօր, պարոն Սարգսյան ջան, ձեր գիրքը պարզապես քաղաքական խնդիր է լուծում։ Միջազգային գիտաժողովներին պետք է գնալ, տեսնել ինչ է կատարվում։ Մանրամասների ձեզ հետաքրքրել, ես կասեմ, հիմա մի քանի տեղեկություն ուղղակի զուտ գրքի իմ ընթերցած էջերի մասին, երեք հետևել Իրանից չեմ ասել։ Ճշգրիտ գիտական տեղեկատվություն է, հենց այդ առաջին էջը, որտեղ է Յակուտյան, ամբողջ տարածքով, բնակչության կազմով, երբ է մտել, կազակներ, 1723 եւ այլն։ Սա ամենաճիշտ սկիզբն էր գրքի համար, որտեղ, գիտեք ինչ, այդ բոլորը կարելի է ինտերնետում էլ կարդալ, հանրագիտարաններում էլ կարդալ, բայց որ առիթի դեպքում չու կարդում առիթ կա, վերցներ, գնաս, Յակուտյա ու այդ բոլոր մանրամասները։ Ու անգամով որքանով ձեզ հետաքրքրել, մինչև գիտելիքը կհասնեք, այդ տեղեկատվությունը, որտեղ է գիտելիք իր ձևի մեջ, գիտական լեզվում դատարանում է գիտելիք, բարձ շարադրված, այսինքն դուք որտեղից եք եկել, հասել որտեղ։ Հիմա կա կոնկրետ մի քանի զուգահեռ։ Այնտեղ ուրեմն ասացողների մասին, վիպասացների մասին, ձեր բերած ձախ կողմի էջի, կես էջից արել, բառացիորեն հայոց ասացողների մասին է, բառ։ Ես ձեր ուշադրությունը հրավիրեմ մեկ բանի վրա, առանց որևէ գործի նվագակցության էին պատմում, այսինքն էպոսը զուտ ասելիք լսելիքի կատեգորիա էր։ Իսկ չորրորդ և թուրքական բոլորը առանց նվագակցության չկա պատմող, բախշիներ, մանաշիներ, բոլորը։ Եվ ահա մեկ առանձնահատկություն ճշգրիտ հայոց վիպասացության։ Ուրեմն սեկցիաների էին բաժանել շատ իզուր, երբ սեկցիան կարդում են գոհվետում նախագահողը Ադրբեջանից է։ Այս հրավերով կազմակերպիչ Ջամիլային ասում են, ուրիշ լավություն չգտար։ Ինչի սկսել ինձ այն սեկցիան, որը ադրբեջանցին է նախագահում։ Ասում եմ, ուզում եմ փոխեմ։ Չի ասեցի կարող է նրան դա պատալկա ոնց որ ինձ։ Դա նախագահի անհասկանալի վերնագիրն է կարդալու, ինչի պատահել։ Բացառիկ հարգանքով ներկայացրեց ինձ, խնդրեց, որ ներկայացնեմ իմ գիտական աշճանները, մեծագույն ուշադրությամբ լսեց, որտեղ 5 սերունդ էր խորհրդային միության։ Այսօրվա 3 սերունդ թունավոր այդ թուրքա
ցեղա այդ նույն ադրբեջանցիների սոնետերատեսն։ Մեր սերունդներ խորհրդային։ Եվ Փակմանը միայն իմ զեկուցման մասին ասաց։ Այդպիսի տեսական վրիպություն ընդհանրապես ֆոլկլորի և էպոսի ես չեմ լսել։ Իզարմենի ասաց։ Սա դրուճանց։ Երբ որ կրճատեցին ժամանակը ինքը հարցերով ասելին ասաման փակ, ես 20 րոպեի նկատունեցի, 21 կրճատեցին 15 դարձրին, միայն մեր սեկցիայում։ Ինքը ինձ հարցեր տվեց, հարցերից մեկը, ձեր վիպասացները որևէ գործիքի նվագակցությամբ պատմում են, ասցի միայն 5-րդ դարի խորենաշու փանդերների վկայությունն ունենք։ Գողտան ուսաներ փանդերների լարայի գործիք։ Դրանից հետո որևէ տվյալ չունեմ։ Իմ վիպասացները նույնիսկ կամ պրոֆեսիոնալ աշեղներ, ովքեր պատմել են նաև սասնացրեր, աշուղը անշուշտ է որևէ գործիքի վրա պիտի նվագեր, չի նվագեր։ Չունեմ։ Որևէ 200 տարբերակի հետ, որևէ ես տվյալ չունեմ, որ վիպասացը, բուն վիպասացը ամենադանդավոր միայն պատմել են և երկել։ Տեղ։ Սա էպիկական կառուցվածքի առաջնահերթ պայմաններից մեկն է էպոսի կառուցվածքի։ Ես երջանկացա, որ օրոքով պատմողները որևէ նվագարան չեն օգտագործում։ Էս մեկ։ Կամ խաթունի։ Մենք մինչև տեղացները քննարկեցինք, խանդութը դավթիկինը միայն խաթուն է կոչվում։ Իսմիլը Մուսրամերիկի կինը միայն խանում և միայն իսմիլը չէ, որ խանում է, միայն չմշտիկ շուտանը չէ, որ այդ օին է խաղում դավթի գրխին, հետո է լեջում նրա սպանողը կամ նրանից ծնված ապորինի աղջիկը։ Բանախանում է կա, խանում է, այսինքն էպոսը հստակ տարբերում է խանումը խաթունից։ Եվ ձեզ մոտ խաթուն բառը հիմա խանդութի հետ կապված ընկույզը կամ կաղնի, դուբը ընկուզենին է, դե եթե շատ չի տարբերում չեմ կարող ասել։ Երբ որ Դավիթը գնում է խանդութին բերելու, անշուշտ խանդութի հրավերքով, աշոնդերը ուղարկում և այլն, այնտեղ արդեն 40 տեսացությունները նստած են։ Դավիթը գնում նստում է այդ նույն սրահում 40 տեսացությունների հետ միաժամանակ։ Եվ 40 տեսացությունները արդեն թշնամացած Դավթի հետ։ Սրերը թանքի տակ դրած։ Դավիթին գինի են առաջարկում, սովորական մի գինում ինչ-որ բաժակում։ Դավիթն ասում է, եթե աչքս ուսնեմ չի կողմ այսինքն, մի մեծ պղնձե, մի մեծ ամանող գինին կաշում է գլխին, կեզը լավանում է։ Սկսում է ննջալ։ Երբ որ ննջում է, խանդութը վերևից հատուկ անցքով նայում է, որ Դավիթը ննջած։ Հենց Դավիթը ննջում է 40 տեսացությունները, 40 թուր հանում են թաղիքի տակից և ինչ է արել խանդութը, նախապես գիտեր այդ վտանգը։ Ուրեմն մի պղնձե մեծ սինի, կախած է այդ առաստաղի անցքից, ինքը ընկույզով շրխկացում է պղնձե սինում, ձայնից վեր է թռնում Դավիթը, և սա քանիցս կրկնվում է։ Այս ընկույզը բուլլուղին պատահական չի ընտրված, պղնձե կլոր դեղնավորում սինին բացարձակ պատահական չէ, այսինքն խանդութը ուրիշ մի ավելի կոշտ բան չուներ, շրխկացներ ավելի բարձր ձայն դուրս կար, որ Դավթին արթնացներ։ Դավթի անձթափությունը միշտ էպոսում գինին նշանակում է որոշակի պետական, քաղաքական, թագավորական իր
ստանձնած պարտականությունների հանդեպ անսթափ վիճակ 7 տարի որ մեծ մայրը նշում, դա անսթափ վիճակ է, ոչ թե իսմի խանում նրան ամեն երկու գինի էր խմսնում, առավոտեք վախմելի այլանում մայրը, ոչ, անսթափ էր։ Ինքը արդեն որ գնաց իսմիլի հետ կենարսելու իսմիլի հրավերով, արդեն դա ճակատագրական սխալ էր թագավորի վարակայով, պետականության խնդիրները։ Մյուսը, ծառը, ես այստեղ հիշում եք ջուր ձեր խնդրանքով, որ ծառը բացարձակ տիեզերական համակարգում կանացի սկիզբ է։ Այս հատուկ ծառը ծննդաբերության, ես ես հեքիաթեր հիշում եք, որ փչակի մեջ գնում է, նստում է և գատահալվա է անում, կանում է լցնում է փչակի մեջ և ասում է սրպոտիկ, ծառին ասում է սրպոտիկ, սուր, որ ուտնում։ Այսինչ բանն եմ խնդրում քեզանից։ Այսինքն այդ ծառը ընդամենը հեքիաթի մակարդակում և ոչ տիեզերածառի մակարդակում, իսկ օրոնքո էպոսում տիեզերածառի 3 խորհրդանիշերը բացի այն, որ հենց այդ խաթումը իր ամուսնուն ասում է գնաց ծառը կտրես կգրես, այս կանես են կանես, դա նույն սյունն է, որ մեզ մոտ ողբատեսյուն է հուշում։ Դա նույն երկիր միացնող սյունն է և այս ծառը անպայմանորեն մեր էպոսում կա, Քերիտորոսը արմատախին բարդին քաշեց դրեց ուսին գնաց սրբեց ոսպատնի 6000 կանոց զորքը սրբեց լզեց ձոր և Դավիթին էլ ասաց ես կծորի նրա օտու ձոր թպե ես կսրբեմ ծառով այդ ծառը այսինքն Քերիտորոսի ձեռքին ուրիշ զենքի պակասության մասին չէր խոսքը ծառով սրբել թափել ձորը անդունդը, այդ սև ուժը, այդ չար ուժը, այդ նվաճող ուժը։ Նույնպես Դավիթը, երբ որ Օզվատինը գալիս է և Դավթի կառուցած վանքը ավիրում է, լուր է առնում Դավթին, նորից բարդու ծառը քաշում դնում է ուսին և գնում է այդ ծառով է ամբողջը սրտում թափում, Օզվատնիցին է նեն և Գոսպատինին աճեի բաճպատես սրկում է մերիքիման։ Այսինքն, այդ ծառի այն 3 չափումը որ կա, վերևի, միջին և ներքևի, և խենթանալի էր կատնախյուրը, մալոչն իրատնիկ և մալոչն է օզիրը։ Եթե օրոնքոյում լիճ է, և մեզ մոտ ծով է ոչ միայն վարնի երկի կատնախյուրը, հանելուկում։ Ուրեմն և ծովի տակից էցեք զրա հանելը և այլն։ Իսկ ընկույզը հանելուկների մի ամբողջ շարք կա հայոց հանելուկների շորթական ընկույզի մասին, իմ խնդիրը չի իսկ կարող եմ կարդալ ընդամենը մտապահել չեմ կարող վերուցել ընկույզի կառուցվածքը ճիշտ ուղեղի կառուցվածքը։ Սա կենսաբանների խնդիրն է։ Դա ինչպես է նկատել ժողովուրդը ոչ իր երկարակեցության, ոչ իր փառահեղության, ոչ իր պտուղների համի հնարավոր է միջուկի համար և բոլոր հանելուկները ընկույզի միջուկի շուրջ են։ Այն հատվածները, որ դուք բերել եք, գնացեք կարդացեք, չորողլու որևէ տարբերակ։ Այնտեղ էլ կա արդարության պահանջ, այնտեղ էլ կա մարդկություն, այնտեղ էլ կա պարություն, այնտեղ էլ կա պատիժ, չորողլի քաշում, սարահնիկ են ասում, մանասին լավ, ամեն ինչ կա, բայց այսպիսի լույս բարի մեջ ոնց որ օրոնքորին է, իսկ մենք լույսի ժողովուրդ ենք։
Իսկ այն, որ կազակ ըստ երևույթին, դիմafիչ սկազիցի, զախարչուկ կարծեմ, ուրեմն կազակների ունկրմունքներ հայտնի է և ինչու ակսորես նրանց Պետրոս առաջինը, Սիբիրներով, Թուրքյաներով և այլն, ուրեմն շատ-շատ կապեր ունեմ նաև այդ կազակների հետ, այդ որևէ բառ էպոսի, դա բանավոր էպոս է, որևէ բառ թուրքական, այդպիսի որևէ բառ իր տեղում, իր ամենատարօրինակ իմաստով ծալեծալ դերստուբաբանվիլիկ և այդպիսի տողի մեջ չկա։ Ես ես եմ ասում։ Եվ շատ իզուր շատ շնորհակալ եմ, որ իրականի մասին դուք այդպես եք մտածում, որևէ ձևով, որևէ էպոս իմ սասնացորերից սկսած ես իրականի չեմ համեմատի։ Այնքան ինչքան որոխոներ կարդացի, այդ չեմ համեմատի։ Դրանք բոլորովին ուրիշ կերտվածք է, ազգային կերտվածք է էպոս։ Ազգային հոգևոր և մտավոր կերտվածք է էպոս և գենետիկա է էպոս։ Իլիականի գենետիկան բոլորովին ուրիշ։ Շատ շնորհակալ եմ, չեմ ապրում, տուն հասնեմ, շարունակեմ կարդալ, մեկ էլ ասեմ, նույնիսկ Աբելյանի այդ հինգրական ցանկապատմությունը, որ թարգմանել է Մերիգո Անջանյանը ռուսերեն, և խայ են թարգմանում Խայք և Հայաստան, ես նախընտրում եմ Այք և Հայաստան ձևերը, և Այք կա Հայկը, և Խայք, խեն չեմ ընդունում, խեն հեն չէ, այդ են չի, որ նրանք հեչուն են ենթարել ռուսերեն լեզու, դա այդ չէ, և ասեմ նաև, այս տարի այդ 4 ղազախույները, երբեք չէին ասի, նրանց հարկավոր է ուղղակի պահել սարսափի մեջ, այնտեղ որտեղ այն է, ես իրենց ասছি, քոչվոր ցեղ լինելը բոլորովին, դա կաչուտա ձև է, դա գոյա ձև է, դա ընտրության ձև է կամ չգիտեմ ինչ, աշխարհական պայմանների ձև է, անասահարական ժողովուրդ քոչվող, ոչ մի ամոթալի բան չկա, ամենաամոթալին և սարսափելին, որ այդ բոլոր ցեղերը քոչվող այսօր քոչում են պատմության միջով դարից դար, հազարանյակից հազարանյակ, որ գնան իրենց ոչխարներին կերճարեն, այսավ դանդավոր է չանել այդպիսի բան։ Շատ շնորհակալ եմ Արիսակին, հաջորդ երկրամը հրավիրեք Աստղագետ Հովհաննես Պիգիշյանը։ Ես ունեմ ողջունել պարոն Յուրի Սարգսյանին, սա նրա 4-րդ գիրքն է թե հիշել, առաջինը կոչում է Խտոտի Դագոյ Արմենի, երկրորդը կոչում է Տայնա Արածվիկով, երրորդը կոչում է Ստան Զավուտը Վագով, սա 4-րդ գիրքն է, և եթե հետևենք այս շարքին, ինչ ենք տեսնում, նա սկզբից փորձեց բարձր ինքով է, որպես ազգի ներկայացիչ, ծանոթանալ իր պատմությանը, հետո կամաց սկսեց լայնանալ, հիմա դարձել է մեծ խճանկար։ Եթե այստեղ ավելացնենք նաև մյուս հետազոտողներին, Պոլինեզիա, Շումեր, Ալմարեր և այլն, մենք տեսնում, որ մենք ունենք հայկական հետքեր, բայց որոնք դեռ կարիք ունեն հետազոտման, որ այդ հետքը դառնա ակոս։ Ամբողջ դաշտը պիտի վարվի։ Ես ամբողջովին կարդացել եմ գիրքը, ինձ համար շատ հաճելի էր կարդալը, բայց ստեղից ինչ է լինում, որ ըստ երևույթին այդ գլուխները պետք է քննական հնարից սարքել, այսինքն գլուխները լրիվ հավաքված համակարգված չեն այնպես, որ դառնան ակադեմիական, ամբողջական ընկալի։ Երկրացանի այս գործը կայցի նման էր, նա լուսավորեց ճամփա բացելով ակադեմիական գիտությանը, ոստեղ շատ մականներով, ես ցանկանում եմ կանաչ ճանապարհ և նույնիսկ շարունակեք այդ խճանկարը լայնացնել, այն ինչ որ ձեզնից ասում է, դուք շատ լավ եք արել, շնորհակալություն ձեզ։ Վերջում վարորդի իրավունքով ես ինքս խոսք վերցնեմ,
մի խոսքեր ես ասել։ Շատ կարևոր է եք հետ խորհրդային շրջանում հայագիտությունը մեծ թվի շփվեց, այն բանը, որ ազատականացավ։ Մինչ այդ կար պետական գաղափարական սահմանափակումների մեծ խոչընդոտ, որ շատ դժվար է հաղթել։ Դիգում են եզակի դեպքեր, ինչպես Գալուպչյան, դրսերում ինչ-որ բաներ են տպում, բայց հետ խորհրդային շրջանի ազատականացումը բերավ ուղղակի հերերի նման հայագիտական նոր պրպտումների։ Ու դրա ակտիվներից մեկը պետք է համարենք նոր Պիկիչյանի ասած և շումերերենի քննարկումը որպես հայերեն և ուգրաֆինական լեզուների ներկայացության բացահայտումը հայերենի հետ և պոլինեզական լեզուների այդպես ցուցակը գնալով ընդհանրացակում է։ Եվ տեսնենք, այդ ցուցակի հետ ընդհանրացակում է նաև աշխարհագրությունը բնականաբար։ Ու այդ առումով բնավ զարմանալի չէ, որ եթե հասել եք մինչև պոլինեզիա, գուցե նաև հատուկի կարող եք հասնել։ Այսինքն Յուրի Սարգսյանի այս գործը մեզ հաշվառված սպասելի պիտի լինի։ Ուրիշ բան, մենք դա չենք մտածել, դրսի չենք ունի, բայց պետք է զարմանալ սրա վրա։ Մասկերեն դուս եք գալիս, որ մոլորակի որ կետի վրա մատը դնես, այնտեղ հայկական հետքը կա։ Սա ես է նշանակում։ Իհարկե մոլորակի վրա դեռ շատ տեղեր կան, որ մատները չեն դրել, այսինքն չափազանց շատ աշխատանք կա։ Հիմա կարող բուն արված աշխատանքի ես ծայրին հասցրեցի մինչև ես հանդիպումը գետիների ծանոթանալ, շատ մեծ աշխատանքի մի փոքրիկ մասն է արված։ Գործը չափազանց շատ է, հենց թեկուզեն, որ այսօր չկա այդ օմոնխոների քննական բնագիր, բայց ավելին ասեմ, նույնիսկ այդ եղած բնագրերի մեջ հայկական նյութը չափազանց ավելի շատ է, քան գրքում ներկայացված է։ Ես մենակ մի երկու օրինակ որ ինթերցիկ ընթերցումով, այն հատվածները, որոնք բերված են գրքի մեջ, միայն դրանց ընթերցումով, ասեմ, հասարակ բան, այնտեղ շատ հստակ խոսում է եռամաս աշխարհի մասին, այսօր այստեղ արդեն նշվեց։ Մի քանի տարի առաջ ես ինքս տպեցի հոդված, որ հայկական հրաշապատում հեքիաթների և մեր սասնացերերի հիմքի վրա վերականգնված հայկական, ավանդական, տարածական ժամանակային պատկերացում դարձավ եռամասը։ Հայերը ժամանակը և տարածությունը ընկալել են որպես 3 մասից բաղկացած։ Նույն բանը մենք տեսնում ենք սիրո սպիտակի վերագրված այդ կոլոֆոներին է։ Սա հիմնարան ընդհանրություններից է։ Կան էլի ընդհանրություններ, օրինակ մի փոքրիկ դրվագ, կոլոֆոներից մեկի մեջ, որ գրքում բերված դրվագ է, հերոսը իշխնելով անտրաշվար այնտեղ ազատելով հասնացուին, հետո որոշում է ազատագրել 40 այն փեսացուների, որոնք եկել են այդ հասնացուի ձեռքը խնդրելու, հետո կաշկանդված մնացել են այնտեղ։ Սա նույն դրվագը մենք ունենք երեկոսի մեջ և ունենք մեր հազարավոր հրաշապատում հեքիաթների մեջ։ Ճիշտ նույն 40, նույն փեսացուն, բոլորը կապանքի տակ այդ հերոսը, որը հասնացուին տիրում է, նաև նրանց ազատում է։ Այսպեսի ընդհանրություն չափազանց շատ կա։ Տեսեք, ես մի երկու դրվագ եմ կարդացել, արդեն այդքան ընդհանրություն եմ նկատել։ Ուրեմն պատկերացրեք ինչքան գործ կա արվելիք։ Դրա համար ես շատ մեծ ջանք ուժ կարողություն եմ բախտում, որ շարունակի, որտեղ ինչ ասեմ, բախտի բան եք ներսկսել, ինտեղ պիտի շարունակի։ Շնորհավորում եմ, շատ կարևոր է։ Լավ, պիտի հասել եմ տալ։ Ես ողջունում եմ բոլորին։ Շնորհակալ եմ, որ կաք։ Յուրա Սարգսյանի ծառայությունները այս ընթացքում ինչքան ես առնչվել եմ, մեր Արարի հիմնադրամի հետ կապված և մեր այս հայագիտական հետազոտությունների հետ կապված, սա հասարակական կազմակերպություն է, մենք քաղաքական կազմակերպություն չենք գիտել։ Եվ այնքան անկեղծ, այնքան անշահախնդիր, այնքան նվիրյալներ կան այստեղ, բոլորն են մեկը մեկից արարող, ստեղծագործող, արարչագործ, արարչաստեղծ, նարեկարշնունչ և բոլորն ունեն իրենց վաստակը։ Բարեկամներ, ես հիմա շատ ժամանակը շատ ենք մենք բանանում, հասկանում Յակուտյան հերոյը, մեր շատ ժամանակ կա պետք ընդեղ հասնելու համար, այդ իսկ պատճառով, եթե թեմայի շուրջ հարցեր կխնդրեմ ես տվեք, ես խոսքը խնդրեմ կներեք։
շնորհավորում եմ եւ հետագա հաջողությունները բացառությամբ դրում եմ հակիչ փոխոլական կամ այդ շրջանակներ կամ հայական արձագանք եւ շատ հակիչ ինչական արձագանքը իրական հա Հա, ուրեմն ասենք գրքի պատրաստման ժամանակ, նախապատրաստական ուսումնասիրության ժամանակ ես դուրս եկա յակուտական որոշ համացանցային կայքեր, ինչ-որ գիտական ինստիտուտներ, որոշ ուզում էի հարցեր ճշտեմ, հարցեր պարզեմ, հիմնական պատասխանը, հիմնական ասենք հարցադրում է պատասխանը տվյալներ, թե ինչու եք հետաքրքրվում մեր հայ աստվածներով։ Մեկ անգամ նույն հարցը տվեցին, երկու անգամ, երեք անգամ, վերջում չդիմացան պատասխանեցին, ես իրենց երկրից եմ։ Ու սրանով ասենք իրենց ռեակցիան վերջ։ Հետո ես հասկացա դրա պատճառը, որպեսզի ես իմ հարցադրումին պատասխան ստանամ եւ կամ են ստացած պատասխանը ճիշտ ընկանեմ, ես պիտի իմանամ, թե ով է այն կողմից ինձ պատասխանում։ Յակուտ ասվածը, դա միատար մասսա կամ ժողովուրդ չէ։ Դեպուս այդ ազգը ընդամենը կես միլիոն ազգ է, ընդամենը կես միլիոն, և զբաղեցնում է 4 Ֆրանսիայի տարածք, բայց ինքը յակուտ ազգը միատար, միանշանակ ազգ չէ։ Եվ կախված թե այդ յակուտը, այդ սախը, որ ուլուսից է, որ տողմից, որ չերից է, նրա պատասխանը կլինի այս կամ այն ձև։ Եվ սա ինձ պարզ դարա, արդեն, որպեսզի ես ինչ-որ մեկի մի հատ հարց տամ, կամ այդ հարցի պատասխան լսեմ, ես պիտի սկզբում ճշտեմ, թե նա որ ուլուսից է։ Քանզի այն թեմա, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, ոչ թե կարելի է ասել ողջ յակուտ ժողովրդի հիշողության մեջ, այլ յակուտ ժողովրդի մաս կազմող որոշ ուլուսների մոտ է պահպանված։ Եվ հետ այդ ուլուսներն են, որ հայի հավատքը պահպանել են, հետ այդ ուլուսներն են, որ օլոնխոնները երգել են, հիշել են և պահպանել են։ Նրանք երբեք շաման մոտ չեն թողել իրենց գյուղերին, իրենց տոնակատարություններին։ Նրանք երբեք կրակ չեն վարել և կրակի շուրջ տնախմբություններ չեն կատարել։ Այն ուլուսները, այն յակուտները, այն սախանները, որոնք այս օլոնխոնները պահպանել են հայի հավատքը, արարիչ հայ աստվածների հավատքը։ Տարբեր և ասենք իրետ այսօրվա ասենք այդ ամառային իսիղ նոր տարվա տոնակատարությունը հունիսի 21-ին էր նշվում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, անգամ այդ իրենց տոնակատարությանը ոչ մի շաման, իրապետ բաբինով, ես իմ այդ պետույներով, բանով մոտ չեն թողում։ Այսինքն նույն այդ 500,000 յակուտների մեջ կան յակուտներ, որոնք պաշտում են Աբբաս աստվածներին, կան յակուտներ, որոնք նախնիները պաշտել են հայ աստվածներին։ Եվ պատմության առեղծվածներից մեկը նա է, որ հայ աստվածներին պաշտող քրմական ցեղը 300 տարի առաջ ամբողջովին վերացել է, Աբբաս աստվածներին պաշտող քրմական ցեղը իդեմս այդ բաների, շամանների մնացել։ Այսինքն մի հատ տարօրինակ իրականություն եւ ընդամենը 5 տարի առաջ, ասենք, ինչ-որ մարդիկ փորձում են այս սուրբ հավատքը վերականգնել, քրմեր ստեղծել, քրմական նոր տաճարներ բացել, բայց կրկնում եմ, դուք դա իմացեք, որ այս ռելիգիա, այս կրոնի տաճարները ոչ թե ամբողջ յակուտական գյուղերում են բացվել, այլ բացվում են միայն այն գյուղերում, որտեղ այդ սպիտակ հավատքը, սպիտակ հայի հավատքն է։ Սա ռեակցիան, իսկ այդ հարցին պատասխանը։ Ռուսական կայքերով արդեն գնաց որոշ նյութ, հիմա ես կխնդրեմ արդեն այդ բանը պատրաստեք, որոշ ասենք նյութ գնաց այսօրվա մեր շնորհանդեսի մասին, թե դուք գրել են, որ լինելու ասան շնորհանդես Երևանի Աբովյան փողոցում, որտեղ Աբովյան փողոցում լինելու շնորհանդես, ես էլ չգիտեմ, մի խոսքով, եւ արդեն որոշ ռեակցիա ես ոչ թե յակուտիա, այլ ասեմ այսպես թուրք-մոնղոլական որոշ ռեակցիա արդեն ես ստանում եմ, ու ասենք ռեակցիան համացանցում գիտեք ոնց է, ասենք շատ
ձեռարների տարբերակով եւ ասենք այդ մեկը ասենք Յախիդի կերպով գրել այս հայերը հենց լսեցին որ Յակուտիայում շատ ալմաս կա, եսին նավթ կա, գազ կա, Յակուտիան է սեփականաշնորհել, այդ Երևանից Արարատը դարձավ ծով։ Տրամաբանական հարց, տրամաբանական չէ, չմացող է կասի հայտ, այս հայերը նորից ասենք, համահանում են ամեն ինչ հայ են սարքում, ամեն ինչ բան են սարքում, բայց հավատաց է գրքումս ոչ մի չափազանցություն գոյություն չունի, միայն փաստ, ընդհանրապես մոտեցումը դա է, պետք չէ աշխարհին հայ սարքել, այնքան հայկական ժառանգություն, որ մենք ունենք անգամ դրան տեղ լինենք, փաստական տեղ լինենք, պետք չի, ավելորդ բաները յարլիկ խփեն հայի, դրով վարքապեկել բուն իրական գաղափար է։ Այդ որ ասենք հայերը արդեն Արարատն են ծով սարքում, այս գաղափարը շատ երկու փոքր նկատառում, դա հարցի պատասխան եմ եւ ժամանակ ասենք իմ որոշ դեպքի մասնակազում։ Այս լոխոների աշխարհն արարվել է Արադ ծովում, մորե Արադ։ Վտանգավոր եւ տաղանակը նա եւ որ Արադ բարը մեխանիկոն իմ մոդել է առաջի ռեակցիան եղավ, որ Արադի մասին է խոսքը, գրքում ես ուսումնասիրությունները կատարել եմ, բերել եմ փաստեր, թե դա ինչն է, ինչի եւ այլ, բայց այդ մոտավորությունը նորը որ կարող է սա Արարատն է, կարող է սա Արարատ բարն է։ Վատը նա է, որ արդեն գիրքը տվել է տպագրության եւ ես ստացա այդ փաստը։ Եվ այդ փաստը ես ասում ձեզ ուզում եմ ներկայացնել եւ այն մարդկանց, ովքեր ասենք վաղը մյուսորը խոսելու են, թե Յուրի Սարգսյանը ես ամեն ինչը հայացնում ապան, ես հիմա ձեզ կտամ լսելու բնական Օլոնխիստի ելույթը յակուտերեն լեզվով եւ կխնդրեմ ուշադրություն դարձնել 33-րդ վարքյանի վրա ընդամենը։ Խնդրում եմ միացնու բոտուրը։ Միաձայնը բանաստուկեք, ուշադրեք լսեք 30 վարքյանի, 30-32-3 վարքյանը։ Այսպես է հնչում յակուտական Օլոնխոն։ Былыр ортодойду самай ортотугар каханда хагдарибат оттох мастах элбях күөллэ колу суhun киен кочолоох сир бааребит. Бу кочо соғуруу өттүгер таас кайылар былыт курдук жандехан тураллар онтон арыга өттүгер Арат байгалдуу, онтон арыга өттүгер Арат байгалдуу, онтон арыга өттүгер Арат байгалдуу, онтон арыга өттүгер Арат байгалдуу. Байкал ничего, Ягодин широко отцов. Олонхист нас, Арат Байкал. Арат отцов. Мясо хантума минуса. Где разница Олонхо? За концем Ярсик Арусен Лесова, Екру, Трубе Дасен Плаки. Дорогой зритель, в рамках проекта изучения мифов и эпосов народов мира, определяющих единство истории этногенеза их протопредков, Общественный фонд межрегиональный содействие изучению культуры народов Евразии и Америки «Лена Евразия» предлагает вашему вниманию свой первый фильм «Где родилась Олонхо». В культуре некоторых народов существует понятие священной родины, ассоциируемое с абстрактным миром благоденствия. Например, для иудеев это земля обетованная, у тюрков Великий Туран. Обожествление и канонизация определенного уголка земли могла возникнуть у кочевых племен с развитым мифологическим сознанием. Очевидно, страна, описываемая в текстах Олонхо, представляет собой идеализированный образ священной родины, в сознании предков якутов сформировавшийся как эпический мир. Герои Олонхо нередко представлены как первые люди-предки Уранхай-якутов. Вот как эта страна описывается в Олонхо. Крупными деревьями, с краями склонами, с величавыми мысами, с высокими холмами, с красным песком на лету хрустящим, с белой пылью вверх вздымающейся, с черными камнями, с треском сыплющимися, с заносами из галечника величиной с трехтравую корову, с пургой из камня размером с молодого бычка. Такая, оказывается, существует страна. 90 речек с гулом соединившись, гладкую светлую ее долину образовали. 80 речек, важно и шумно слившись, славной прозвеневшей как медь, изначальной матерью родиной стали. 70 речек то шагом, то рысью
рысью сбежавшись, широко расступившись и растянувшись, матушкой землей стали и расцвели. Если взглянешь на южную сторону, там словно 9 разъяренных жеребцов, готовых броситься в драку. 9 высоких мысов гордо стоят приосанены. Поведешь очами на восточную сторону, она подобно разворошенной шерсти на затылке зверя-соболя, крупным черным лесом окружена. Как схватишь взором северную сторону, словно 8 с треском бодающихся черных быков-прозоров беломордых, 8 скал полосатых грузно стоят взгромождены. Стал я приглядываться к западной стороне. Там восьмипроточное славное Арарат-море с расстояния 8-дневного... Славное Арарат-море с расстояния 8-дневного... Славное Арарат-море с расстояния 8-дневного... Ես սպասում եմ, որ լինելու է Արցախում, բայց կրկնում եմ, ինձ համար թե ինչ ռեակցիա է լինելու, կախված կլինի թե ով է, որ Ռուսից է այդ գնահատական տվողը կամ հարց տվողը։ Անընդհատ բանում ենք, արդեն ազգային գրադարի շփումներ կան, բայց կրկնում եմ այս թե որ Ռուսից է։ Քանի որ այդ Ռուսով կեր սրանք պահպանել են, նրանք ամեն կերպ ասում են, որ իրենք թուրք մոնղոլական ազգ չեն։ Ամեն կերպ իրենք ասում են, որ մենք քոչվոր ցեղ չենք։ Անգամ իրենք այսպիսի լոզունգ ունեն, քոչվորը ազգ չի դառնա, ինչպես էշ ծորվածը ձի չի դառնա։ Սա է իրական ասացվածք է։ Քոչվորը ազգ չի դառնա, ինչպես էշ ծորվածը ձի չի կարող դառնա։ Մենք պետք է պարտավոր ենք ուղղակի գտնենք այն ուլուսները եւ այդ ուլուսների վերակենդությունը անենք, ոչ թե ապացուցել անում նրանք այլ ասելու համար սա է գիտիկների նախահայրենիքը։ Հարցեր ընտրեմ Ձերքում ապասների մասին, երբ որ կարդում եք, անընդհատ շեշտվում է, որ նրանք միաճկանի էին, одноглазի, հետո մարդու նման չէին, ոչ ունեին, չգիտեմ ինչ թերություններ ունեին, դա ալեգորիկ բան է, թե ինչ-որ... Չէ, դա ալեգորիկ է, քանի որ իրենք ապասներին ուզում են ամեն կերպ վարկաբեկել, ու վարկաբեկելու համար ոչ էի սահման կամ ճանապարհ չեն կախչում։ Այսինքն, եթե պետք է ասեն վարկաբեկելու համար նրան մի ոտանի ասեն, մի ոտանի ասեն, եթե պետք է նրան ասեն, որ նա վատնան, ամեն ինչ օգտագործում է, այդ նապաս հասկացողությունը, որ մարդու մեջ լսողը դա անկարի որպես վատ։ Ասենք իրենց տարօրինակ, ոչ բնական, ասենք իրենց աշխարհը նկարագրում են, որ բարեկամն է, խա, ես արևը որ գնում մայր եմ մտնում այն ապասների աշխարհը, ներքին աշխարհը, բայց արևը շուտ տված է մի տեսակ, էսի ոնց է, ծառեր կան, բայց ճահի չէ, որ ես ինձ սա է, ամեն կետ ուզում են դա վարկաբեկել, ընդեր եք ասում, ընտանիք կա, սա կա, նա կա, մենք իրասման միջին աշխարհի հայերը մենք մեր որ ոտները պրստումական հետ աշխարհի ճեղքվածքից ցած են գլորվում, ընկնում են անդր աշխարհ, այդ պահը ներքին անդրաշխարհում ապրող այդ ապասները կրակը վառնում են տականալու համար, որ կայծերա թարնում են, ջրթոց անեսում, այդ ջրթոցը դա անդրաշխարհ ընկած հայ ցեղի մարդկանց քանակն է։ Դա կրկի ալեգորիաներ են իջած ասեն, որոնք գնահատելու համար որ պատկերացնեք, Յակոբներ դատի էին տվել ավատար ֆիլմի սցենարիստին, որ ավատար ֆիլմի սցենարը գողացել է նոխորից։ Եթե կարդակ իսկապես կասեք ամի բան է ինչ ասեք, ստեղ շատ նման բաներ կա ավատար ֆիլմի, ուղղակի երբ որ ավատարը նկարվել է, էպոսը դեռ թարգմանված չի եղել, անգլերեն լեզվով, այսքան բան։ Հարցեր կան բարեկամներ։ Ինձ թվում ասենք, խնդրեմ Ես ուղղակի ուզում եմ ինքս ինձ համոզել, որպես նկարիչ այն մի նկարը, որը գրքում կա։ Ես ունեմ բարը ներկայացնեմ նոր, ես մի քանի շնորհակալություն ունեմ հայտնելու, ես կներես նկարիչ ջան, ասեմ նոր արդեն դու ձեր հարցը տվեք։ Ես մի քանի շնորհակալություն ունեմ հայտնելու, ես գլուխ եմ խոնարհում Երևան ջան ձեր առջև, ձեր խմբի առջև, շնորհակալություն եմ ձեզ հայտնում, որ ներկա գտնվեցիք եւ մեզ ասենք այդ նվիրեցիք։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Գորջան, քեզանից որ քո տղաները լամոյս նվիրել են հայոց դուդուկի ձայնը։ Ես ներկայացնում եմ իմ լավընկեր նկարչին Վիկտորին, որը իմ խնդրանքով մի
նկարի ընդամենը կերտել եւ այդ կերտած նկարը կա գրքում, դա այն կերպարն է, երբ ես եմ խնդրում դրվագը գիտել նկարի, դա այն կերպարն է, երբ հայ եւ Աբբաս հսկանները, հերոսները կրվում եւ չեն կարողանում իրար հաղթել, հայ հսկան առաջարկում է Աբբասին, ասում է աշխարհը մեր կա, քանդում է մեր կրի պատճառով, արի քիչ հանդստանանք, խելք գիտանք, իրենք ինչ ենք անում, ասում է բավոր հանկարծ քնենք, մեկս մեկին սպանենք եւ այլը, հայը ասում է արի երթում ուտենք։ Երթման արարողությունը շատ հիանալի մի տեսք է, Աբբաս ասում է ես կյանքում ես երթված, երթում չեմ իմանում ինչ բան է, նա դու երթվիր, ես իմանամ դա ինչ բան է, լավ բան է ես այդ երթվեմ։ Եվ հայ աստված, հայ հսկան երթվում է, ձեռքը մտցնում է, մտցնում բարսխանը, հա, մխրճում է ժայռի մեջ, աջ ձեռքը մխրճում է ժայռի մեջ, ձախ ձեռքը բարձրացնում է սուրը դեպի երկինք, մեկ ոտքով ծնկի է գալիս եւ երթվում։ Պատկերացրեք ինչ կերպար է սա։ Եվ ես խնդրեցի Վիկտորին, որ այդ կերպարը նկարի, այդ նկարազարդումը կա գրքում, այդպես շնորհակալություն։ Հիմա արդեն կարող եք հարցնել։ Շնորհակալ եմ, որ ձեզ հանդիպել եմ եւ կարծեմ պիտի շարունակենք հանդիպել։ Իմ ասելիքս ընդհանրապես ես որ նկարի ֆոնի նկարել եմ Արարատը, կարծում եմ դա երիցս ամբողջ է եւ պետք է որ երթման արարողության ֆոնին Երևան Արարատը։ Մենք պարտավոր ենք այս գիրքը ասեմ մի քանի թերություն ունի, մեկը մի քանի ասած, բայց թերություն նաեւ որ ես չարեցի այդ թերությունը, որ նկարազարդումները դիվոթել մեկ նկարել, մի քանի նկարազարդումներ, քանզի Օլոմոխոններին ուղեկցող համացանցում լի նկարազարդումները ամենևին չեն համապատասխանում Օլոմոխոյի գերության։ Հասկանում եք։ Երբ դուք Օլոմոխո համացանցում հավաքեք, դες կիպերի ռոլիկներ, մուլտիկներ, կինոներ, նկարներ, բայց դուք արդակ Օլոմոխոն կտեսնեք, որ այնտեղ այդ կերպարները չեն։ Այնտեղ այդ հսկաների արտաքին տեսքին նկարագրվում, բացարձակ Արմենոիդ Ռասսան է, բացարձակ, ընդեղ ասում է, լիցոն պիրիձի, երբեք մոնղոլ թուրքը տապակ երեսով լիցոն պիրիձի չի է, լիցոն պիրիձի մենք դերներս առաջ մկաց, դլիննի մոսը, կուդրանինի վալասանի, սմերտնի միգլայևա, հետո։ Ես մեկ նախատայց չեմ, արտավոր եմ շարունակել ձեզ հետ Շնորհակալություն։ Եվ դիզայները, եւ նկարազարդողը ոչ մեկս ոչ միայն դրամական հարաբերությունն ամեն ինչ արվել է հանուն ասել հայոց ազգի, այնպես որ շարունակել են մեր գործունեությունը։ Տիկին ասա նոբելյան մրցանակին չեն արվեստացում։ Խնդրեմ։ Սա հետ իսիղ կոչված տոնակատարությունն է, այսինքն ամառային հունիսի 21-ին, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը հունիսի 21-ին, հետո քանի որ պատերազմը սկսել հունիսի 21-ին, որպեսզի այդ օրը եւ ուրախության տոն չլինի եւ տխրության օր հիշողության օր չլինի, հունիսի 21-ը անևս չեն նշում եւ նշում են հունիսի 20-ից մինչև 30 ընկած ժամանակահատվածում, որ գյուղում ոնց հարմար է։ Այդ իրականում նշել են հունիսի 21-ին, դա նոր տարին է իրենց։ Ամբողջ գիշերը ժողովուրդը ուրախություն, տոնակատարություն, ուտելիք, բարեր, խմիչք եւ այլն։ Առավոտյան, երբ որ արևը սկսում է ծագել, ժողովուրդը դեպքով շրջվում է դեպի արևը եւ ձեռքերը պարզելով ողջունում է արևին։ Սա տոնակատարությունն է։ Այն սիմվոլները, որ դուք տեսնում եք, դա փայտից սարքված արևի սիմվոլներն են, որոնք յատուճեն ամենուր արդեն տարածված են։ Ես ձեր բառի վրա ձեր հարցերը շարունակում միտքս։ Իրենց կոչում են սախա։ Դիտե գիրքս կկարդակ, այնտեղ հիշում եք ես անցած դեպի ժամանակել այդ սախա բառը բացահայտելու ժամանակ, ես պատմեցի մեր գյուղում հարսանիքի ժամանակ առավոտյան
ժամը 6:30-ին, երբ որ արևը սկսում է ծագել, հարսանեկի նվագիչները, կլարներ եւ ակարդեոն, դուրս էին գալիս բակ, դեմքով կանգնում դեպի ծագող արևը եւ նվագում մի երաժշտություն, որ մեր գյուղում կոչվում է Սախարի։ Սախարի։ Երբ ես գիրքը պատրաստել եմ, իմ հիշողության մեջ եկավ, ես չեմ որ դա խորանամ դրա մեջ, երբ տեսքամ հնդունից տեսակապ գյուղ եմ զանգել, խնդրել եմ երաժշտությունը գտնել ոչինչ հարսանեկի ձայնագրություն, որ ես նույն դալսեն, ես երեխա ժամանակ չէի քնում, գիշերները գնում էի վազվզում էի, որ հենց հարսանեկը այդ ժամը 5-ից կես, այդ բանը ես լսեմ այդ կլարնետով նվագը։ Եվ ես 3 գիշեր, բարից բուն իմաստով 3 գիշեր, գտա ամենահնագույն վկայությունը, միացում Մադոյան դուդուկ, լսեք մեր հայոց Սահարին,